Կենտրոն հեռուստաընկերության շարժական կայանը կենտրոնական ընտրական հանձնաժողովում է։ Այժմ կմիանանք դարձյալ ԿԸՀ եւ արդեն մեր տաղավարում է իմ գործընկեր Վանուհի Ավագյանը։ Բարի օր Վանուհի, խոսքը ձերն է։ Բարի օր հարգելի հեռուստադիտողներ, առավոտվանից մեկնարկել եւ ընթանում է ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ ժամը 8-ի դրությամբ հանրապետությունում բացվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը։ Եվ առաջիկա 12 ժամերի ընթացքում 2,485,851 քաղաքացի կարող է իրացնել իր սահմանադրական իրավունքը։ Այս տարի ընտրելու իրավունք ունի հենց այսքան թվով քաղաքացիներ։ Ընտրության ընթացքի իրավախախտումների, ինչպես նաև արձանագրված խախտումների մասին կզրուցեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ։ Պարոն Սմբատյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք հարցերից պատասխանելու համար։ Իմ գործընկեր լրատվամիջոցներ արձանագրել, ֆիքսել են մի քանի ընտրախախտումներ, նաև ընտրախախտումների մասին բարձրաձայնել է Հայաքվե նախաձեռնությունը։ Ես ներկայացնեմ դրանք։ Օրինակ 951 ընտրատեղամասում կատվածահար է եղել ընտրատեղամասի աշխատանքը, որովհետև 3 սարքի կընտրողները չեն կարողացել համապատասխանեցնել մատյաններիում արձանագրված անունների հետ, ինչպես նաև Մեղրի 35 կոտորակ 61 Մաքսում մաքսային աշխատողը քվեաթերթիկը իր հետ փորձել է դուրս բերել եւ նմանատիպ այլ բազմաթիվ դեպքեր։ Ինձ հետաքրքիր է, արդյոք դուք գիտեք այս ահազանգերի մասին եւ ինչպես է գնալու դրանց հետքերով։ Շնորհակալություն։ Ձեր խոսքում 5 անգամ ասիք ընտրախախտում բառը, նախ պետք է զգուշ լինել, որ բացի այն, որ ենթադրյալ, նեգատիվ տեղեկություն չդառնա դա, որովհետև այն ինչ որ ասում եք երկու դեպքով էլ խնդիրը լուծվել է, ոչ մի քաղաքացի դրա պատճառով չի զրկվել քվեարկելու իրավունքից, եղել է թերությունը նա այդ տեղամասում, որ մասնագետի սարքի մեջ ընտրողի համար է եւ ցուցակում ընտրողի համար է, երկու թվով տարբեր է եղել, ընդ որում մի քանի դեպք է այդպես եղել, իհարկե լավ չի որ այդպես է, դա թերություն է, բայց պետք է դիտարկել ընդհանրապես ցանկացած թերություն, ինչքանով է դա ինչ որ մեկի իրավունքի նամանավանդ քվեարկելու իրավունքի վրա ազդում։ Դրա համար ամեն ինչ չի, որ օրինակ մենք ընտրախախտում պետք է անվանենք, կան թերություններ անշուշտ, որովհետև աշխարհում չկա անթերի ընտրություններ։ Ընտրությունները ամենամեծ միջոցառումն է, որ պետությունը ընդհանրապես կազմակերպում է, եւ պետք է նայել բոլոր թերությունները այն տեսանկյունից, թե արդյոք մենք ունենք միջամտության անհրաժեշտություն, արդյոք դա ինչ որ մեկ իրավունք խախտում է, արդյոք դա քվեարկելուն խոչընդոտում է։ Այդ բոլոր դեպքերով, որ ես ասում եմ, որ դուք հնչեցրեցիք, քվեարկողները քվեարկել են, հանգիստ գնացել են իրենց տուն։ Եվ նաև 28 կոտորակ 1 հասցեում էլ քաղաքացիներից մեկը քաղաքացիական պայմանագրի նշանով քարտեզով է ներկայացել, սա ուղղորդում չէ եւ ինչ է սպասվում այստեղ։ Քաղաքացին թե վստահ քաղաքացին եկել է ընտրության։ Նայեք, մի կողմից քարոզչություն չի կարելի այսօր եւ դա ընդ որում վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքով տուգանվում է։ Մյուս կողմից քաղաքացին գալիս է տեղամասային կենտրոն իրացնելու իր քվեարկելու իրավունքը։ Եվ եթե օրինակ մենք այդ պատճառով արգելենք մտնել տեղամասային կենտրոն, իսկ նա չհանի, ինչ պիտի մենք անենք։ Այստեղ լուծումը, եթե մտնում է փակ ուղի, հենց դա մեզ հուշում է, թե ինչպես պետք է անել։ Իհարկե պետք է զգուշացնել, բայց դրա պատճառով մենք չենք կարող քաղաքացուն թույլ չտալ քվեարկել։ Բայց ես հորդորում եմ բոլոր մեր քաղաքացիներին հնարավորինս այնպիսի վարքագիծ դրսևորեն, որպեսզի դա չդիտվի նաև քարոզչություն կամ այլ կերպ չմեկնաբանվի, Ինչ վերաբերվում է տեղամասային ընտրական հանձնաժողովներում, չի ապահովում նաև այստեղ, պարոն Սմբատյան։ Չգիտեմ ինչ նկատի ունեք։ Դե ակնհայտ արդեն ուղղորդված կամ ինչ որ հուշում չէ պարունակում իր մեջ։ Նախ ասեմ, որ տեղամասային կենտրոնում բոլոր նրանք, ովքեր պիտի ներկա գտնվեն, նրանք բացառվում է, որ այդպիսի բան ունենան, ոչ թե բացառվում է, այլ արգելվում է, Մենք բոլոր ահազանգերով անմիջապես արագ արձագանքում ենք, դա կլինի դիտորդ, դա կլինի վստահված անձ, դա կլինի հանձնաժողովի անդամ, որպեսզի կուսակցական տարբերանշաններ, քարոզչական նյութեր եւ այլն չունենան իրենց վրա։
Իսկ ընտրողները, եթե այդպիսի նշաններով կամ այդպիսի մարկաներով են գալի, այդ ասացի արդեն պատասխանեցի, դրա պատճառով մենք չունենք իրավունք քվեարկողին չթողենք մտնել տեղամաս կամ չքվեարկել։ Ընդ որում, եթե դա դիտվում է քարոզչություն, հա, արգելքի խախտում, անգամ դա պիտի այն մարմինը, որը որ լիազորություն ունի, դա որակել ընտրախախտում, տուգանքի արժանացնել եւ այլն, այդ մարմինը պիտի որոշի։ Անկամ եթե ես հիմա իմ կարծիքը հայտնեմ, դա կարող է օրինակ չհամընկնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կոլեգիալ կարծիքին, որովհետեւ եթե օրինակ կա խնդիր եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի կազմի իրավախախտման արձանագրություն, այն պետք է կրի կոլեգիալ բնույթ օրինակ։ Պարոն Սմբատյան, իսկ հանձնաժողովը ինչ ահազանգեր է ստացել մինչ այս պահի դրությամբ։ Հանձնաժողովը բազմաթիվ ահազանգեր է ստացել, ընդ որում մենք աշխատում ենք եւ մեկ աղբյուրից եւ անգամ առանձին ինձ լիազորներ են զանգում ուղիղ ընդհանրապես բոլոր հանձնաժողովի անդամներին, բայց մենք ունենք իրավիճակային վերլուծության կենտրոն, մենք ունենք տեղամասային տեսախցիկների այդ հեռարձակումով վերահսկողություն բոլոր այն տեղամասերին, որտեղ որ կա տեսախցիկ, մամուլին ենք անդադ հետևում եւ բազմաթիվ են դրանք, ես անգամ չեմ կարող հիմա քանակը ասել, որովհետեւ անգամ միջև մեր հարցազրույցը սկսելը կարող է ավելացած լինել, բայց մենք պարբերաբար այդ տեղեկատվությունը մեր մամուլի կենտրոնում բրիֆինգների ժամանակ տալիս ենք եւ նաեւ քվեարկությունից հետո ամփոփ ենք տալու, թե ինչպիսի ահազանգեր ենք ստացել, դրանց ուղղությամբ ինչեր ենք ձեռնարկել, քանի որ ահազանգները սովորաբար ֆիլտրելու կարիք ունեն, որտեղ մի մասը նախ միջև ահազանգը հասնում է տեղեկատվությունը արդեն լուծված է լինում, մյուս մասը ըստ էության անգամ խախտում կամ թերությունել չի, այլ սխալ մեկնաբանություն, եւ նրանք, որոնք որ իրոք խախտում են իրենց մեջ պարունակում եւ անհրաժեշտ կամ կարող են պարունակել կամ եթե այդպես մնա իրավիճակը, ապա հետո կարող է որակվել որպես խախտում կամ իրավունքի սահմանափակում եւ այլն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը անպայման արձագանքում է։ Մենք ուղիղ զանգում ենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, տեղամասային ընտրական հանձնաժողովներին, մասնագետներին, լիազորներին, հա, բաց բոլորի հետ ամեն ինչ արագ եւ արդյունավետ փորձում ենք քննարկել, որպեսզի խնդիրները լուծում ստանան։ Պարոն Սմբատյան, ճեպազրույցի ընթացքում ասացիք, որ տրատեղամասերի մեծ մասում տեղի է ունենում տեսանկարահանում։ Եթե քաղաքացին ենթադրյալ խախտում են նկատում, ում պետք է դիմի, որն է լինելու նրա քայլը։ Նայեք, խախտումների վերաբերյալ դիմումները ներկայացնում են տեղամասային ընտրական հանձնաժողովների գործառույթների անգործության վերաբերյալ, գործողության անգործության կամորոշումների վերաբերյալ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունների անգործության վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց իրավախախտման վերաբերյալ կարող է դիմում ներկայացնել ընտրական օրենսգրքով այն սուբյեկտը, որին վերաբերվում է դա։ Եվ նաև ունեն առավելություն կուսակցությունները, որոնք որ մեծ մանդատ ունեն բարձր, որտեղ գլխավոր դերակատարներն են, հա, մենք այս ամեն ինչ իրենց համար ենք կազմակերպում, պետությունը կուսակցությունների համար է կազմակերպում ընտրությունները, պետության համար, բայց կուսակցությունները գլխավոր խաղացողները։ Կուսակցությունները հավաքագրված բոլոր խախտումները կարող են դիմումներով ներկայացնել, ընդհանուր միջև կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել ընտրական արդյունքները անվավեր ճանաչելու դիմում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելու դիմում, վերահաշվարկի դիմում կարող են ներկայացնել վստահված անձին, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները եւ այլն։ Պարոն Սմբատյան, ես կխնդրեի, որպեսզի հստակեցնեիք օրենքի պահանջը, ինչ շարավիղով մեքենաների եւ մարդկային կուտակումներ է արգելվում ընտրատեղամասից։ Որ 50 մետր շարավղով, ընդ որում այդ պահանջը պետք է կատարի ոստիկանությունը անկախ նրանից տեղամասային ընտրական հանձնաժողովը դա պահանջում է թե ոչ, քանի որ տեղամասային ընտրական հանձնաժողովը երբեմն գեր լարված զբաղված է լինում եւ անգամ չի կարողանում դուրս գալ եւ շրջել թե ինչ իրավիճակ է, հա, բայց եթե կան ահազանգեր, օրինակ եկողները գալիս
հանձնաժողովի նախագահին դրսից եկողները ասում են, որ 50 մետր շարավող կուտակում կա, անպայման է, որ տեղամասային տրական հանձնաժողովի նախագահը իր միջամտությունը անի, այսինքն ոստիկաններին զգուշացնի, որ չպետք է թույլ տան, բայց նորից եմ կրկնում, ոստիկանության պարտավորությունը այստեղ ուղիղ է, պարտադիր չի եւ բնավ պետք չէ սպասեն, որպեսզի հանձնաժողովը այդպիսի բան պահանջի։ 50 մետր շարավող կուտակումներ չի կարելի։ Պարոն Սմբատյան, ժամը 20:00-ից հետո երբ կփակվեն բոլոր ընտրատեղամասերը, քաղաքացիները երբ սպասեն նախնական առաջին տվյալներին։ Երբ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովները վերջացնեն իրենց աշխատանքը, արձանագրությունները տանեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դրանք հենց մուտք անեն, մենք անմիջապես եւ դուք անմիջապես մեր եթերներում, մեր պաշտոնական էջում կտեսնեք, դա ուղիղ երևում է։ Մենք ուղղակի ցուցադրում ենք այսպես։ Այսինքն ժամ չէ կարող մոտ 1 ժամ հետո 40 րոպե հետո։ Անշնորհակալ գործ է, որ ես հիմա ինչ որ ենթադրություններ անեմ, հա։ Սովորաբար արժանապատվությունների ժամանակ կեսգիշերին մոտ արդեն լինում է ինչ որ արդյունքներ, բայց բավական նվազ, քիչ արդյունքներ, որովհետև դա ինչից եմ հիշում, մենք կեսգիշերին մոտ առաջի պարտավորություն ունենք տեղեկացնելու ժամը 00:00-ին առաջի աղյուսակավորումը պիտի դնենք մենք արդեն արդյունքներով եւ շատ քիչ են բավական լինում եւ միջև առավոտ սովորաբար միջև լույսը բացվել է, այսպես ասած, արդեն ամփոփված են լինում եւ բերված են լինում։ Բայց այժմ, քանի որ բավական տեխնոլոգիական դարում ենք մենք ապրում, շատ սուբյեկտներ, անգամ կուսակցություններ դա իրականացնում են այդ ամփոփումը, չսպասելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական աղբյուրներին, քանի որ բոլորը ազատ են տեղամասում նկարահանել արձանագրությունը, ստանալ քաղվածքներ եւ դա ավելի արագ է հասնում իրենց, քան արձանագրությունը կհասնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը այն հերթականությամբ, որ ստացել է մուտք կանի։ Դրա համար վերջին ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ միջև անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական արդյունքների հրապարակումը արդեն քիչ թե շատ բավական ճշգրիտ արդյունքները երևում են մամուլում։ Պարոն Սմբատյան, դուք նաև ասացիք, որ 2021 թվականից եք պատրաստվել այս համապետական ընտրություններին, այս ընտրություններին ինչ նորարարություն եք կիրառել։ Անշուշտ, որպես ինստիտուտ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմիջապես ազգային ժողովի ընտրություններից հետո սկսել է պատրաստվել հաջորդ ազգային ժողովի ընտրություններին, որը սա է, եւ վերջի 8 տարում ըստ էության առաջի հերթական ընտրություններն են։ Որպես հանձնաժողով ձևավորվել է 2022 թվականին եւ անմիջապես հետամուտ է եղել, այո, ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ։ Քանի որ դա երկար ընթացք է, հա, սկսած որոշումների ընդունման։ Հիմնական նորարարությունը 1 կամ 2, եթե կիրառվել է այս ընտրությունների ընթացքում։ Նորարարությունների առումով կարող եմ ասել, որ առաջի անգամ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահների քարտուղարների համար արժանապատվություններին առանձին ուսուցում է կազմակերպել, ընդ որում ուսուցման մեջ մտել է ոչ միայն ընտրական օրենսդրության վերաբերյալ ուսումնական մոդուլ, այլ նաև առաջնորդության, կոնֆլիկտների լուծման, հաղորդակցության վերաբերյալ գիտելիքներ ենք տրամադրել։ Առաջին անգամ կուսակցությունների ներկայացուցիչների համար կազմակերպել ենք դասավանդողների ուսուցում, որպեսզի այդ դասավանդողները հետո կարողանան վստահված անձանց դասավանդել, կուսակցությունների վստահված անձանց։ Առաջին անգամ ընտրողների համար պատրաստել ենք անակնկալ, սակայն կարողացել ենք դա անել միայն այն առաջին անգամ ընտրողների համար, որոնց 18 տարին լրացել է հենց այս տարի։ Դրանք բավական շատ են, 16000-ից շատ, մեզ իհարկե նաև մեղադրում են, որ դա արդար չի, բոլոր առաջի անգամ ընտրողների համար անակնկալ պետք է անեինք, բայց դա բավական մեծ թիվ է եւ ըստ էության մենք դա արել ենք մեր միջազգային գործընկերների հետ, սակայն ռեսուրսները պետք է ասել, որ անսահմանափակ չեն։
Սա է հետաքրքիր բան, որ անպայման ասում ենք, որպեսզի նաև ընտրողը իմանա, որ ինքը անակնկալ ունի, որպեսզի թե հանկարծ տեղամասային ընտրական հանձնաժողովը մոռանա, ինքը հիշեցնի, սակայն բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատուկ ծանոթություններ ենք տվել այս մասին։ Պարոն Սմբատյան, իսկ դուք մասնակցել եք ընտրություններին, քվեարկել եք արդեն։ Ես դեռ չեմ հասցրել ընտրությունների մասնակցել, որովհետև ես ժամը 7-ից արդեն շենքում եմ, սակայն ես փոխել եմ իմ տեղամասային կենտրոնը, քանի որ ես Վայոց ձորի ընտրող եմ, Եղեգնաձոր քաղաքում եմ աշխարհված մինչև հիմա ծնողներիս տանը, դրա համար փոխել եմ իմ տեղամասային կենտրոնը, մոտ տեղամասերից մեկն եմ ընտրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ 9:48 եւ օրվա ընթացքում անպայման կայցելեմ եւ կիրականացնեմ իմ սահմանադրական, քաղաքացիական, ժողովրդավարական պարտքը, որը նաեւ հորդորում եմ բոլոր ընտրողներին։ Շնորհակալ եմ։ Ես մեր դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ։ Ես նաև նշեմ, որ հանձնաժողովից մեզ տեղեկացրել են քիչ հետո ժամը 12-ին, նաև 15:00-ին, 18:00-ին եւ 20:00-ին մասնակցության մասին տվյալներ կլինեն։ Մարիա, մենք շարունակում ենք հետևել կենտրոնական ընտրական հանձնաժողովից ընթացող աշխատանքներին եւ ուղիղ եթերում ձեզ պարբերաբար կներկայացնենք ընտրական օրվա ամբողջական պատկերը։ Այս պահին այսքանը, Մարիա։ Շնորհակալ եմ Վանուհի, ես հիշեցնեմ, կենտրոն հեռուստաընկերությունը պարբերաբար ուղիղ միացումներով ներկայացնելու է հարցազրույցներ կենտրոնական ընտրական հանձնաժողովից եւ բոլոր մանրամասները քվեարկության ընթացքի վերաբերյալ։